Սուսաննա Մելիքյանը տեղ։ Ես կարծում եմ այսօրվա եւ թեման եւ ընդհանրապես քննարկումը լրություն շատ ոչ adekvat Պարոն Բարխուդարյան ելույթ է ունենում Այս թեման եւ ընդհանրապես քննարկումը ես համարում եմ ոչ adekvat որպես կողքից նայող անկեղծ ասած զարմացած եմ շատ Առնվազն բարոյական չէ առաջին հանձնաժողովը ստեղծել ոչ թե սեփական, այլ այլոց խնդրահարույց գործունեությունը քննարկելու համար։ Ես պատմություն լավ գիտեմ եւ տարիքս ներում է, բոլոր ժամանակներում հանձնաժողովները նմանատիպ ստեղծվել են տվյալ պահին շատ ծայրահեղ խնդրահարույց եւ լուրջ վտանգներ պարունակող խնդիրների շուրջ եւ շատ փոքր կարճ ժամանակի հետ կապված։ Ես ուղղակի ապշած եմ, ինչ է նշանակում 91 թվից մինչև, չգիտեմ, 25 թվականը, ինչ որ մի հատ լայն ջուր ծեծոցի եւ ընդհանրապես ասում եմ անադեկվատ թեմայի եւ անադեկվատ քննարկում։ Հաջորդը այսօրվա լրջագույն խնդիրների պարագայում մեր ժողովուրդը կանգնած է 5 րոպե պակաս պատերազմից եւ քաղաքը ունի լուրջ Պաշտպանական առումով, ապաստարանների առումով, քաղաքապաշտպանության առումով շատ ավելի լուրջ խնդիրներ, կոռուպցիան էլ թող լինի, այդ շինթույլտվություններն էլ թող լինի, եւ որ այդքան ասում եք տարածքներ են օտարել, բա դուք այսօր տարածք չեք օտարում, այդ ինչքան շինթույլտվություն է, խեղդել եք քաղաքը։ Եվ այսպիսի խնդիրների պարագայում դուք ես չեմ կարծում, թե ընդհանրապես մեր դահլիճից դուրս որևէ adekvat մարդու կարող է հետաքրքրել կամ քաղաքացու, թե 90-ականներին ինչպես են մանկապարտեզները բռնազավթվել քաղաքացիների, բնակիչների, փաստականների, պատերազմից վերադարձած մարդկանց կողմից, ովքեր ծանրագույն սոցիալական պայմաններում էին, եւ ինչպես հետագայում, ասենք, կայունացման շրջանում պետության, որ իշխանությունները ասենք օրինականացրել են այն, ինչը որ հնարավոր է եղել, որովհետև այդ պահին պետք է ամեն ինչ բերել օրինական դաշտ, որտեղ պետություն էր կայանում։ Ես ապշած եմ։ Այդ հանձնաժողովի եզրակացությունը ես կարող եմ ասել, հենց հիմա այս պահին եզրակացությունը ես կարող եմ ասել, եթե իհարկե դա լիներ օբյեկտիվ, հիմա դուք ցուցադրեցիք, որ սա քաղաքական նպատակով է բերված, ես այդպես հասկացա, բայց ես օբյեկտիվ, եթե քննություն ունի այդ ամբողջ ժամանակի, ես որպես պատմաբան մի դասախոսություն կարդամ, 3 փուլի բաժանեմ եւ ասեմ, որ ամեն փուլում ինչ պատճառներով են դրանք այս իրավիճակը ստեղծվել։ Առաջին փուլը կարճ, շատ կարճ եմ ասում ընդամենը։ Առաջին փուլում պատերազմ, երկրաշարժ եւ նման օբյեկտիվ իրողություններով պայմանավորված փակ ճանապարհներ, հոսանքի բացակայություն, սննդի քարտային համակարգ, տրանսպորտի բացակայություն, բնականաբար այս իրավիճակում եւ պետական քաղաքականություն սեփականաշնորհման, որտեղ դա միակ հնարավորությունն էր, որ ժողովուրդը իր գլխի ճարը տեսնի, որովհետև երկիրը ծանր իրավիճակում էր։ Սա մինչև 90-ականների վերջերը այս իրավիճակն էր։ Այնուհետև փաստականների հոսք բնականաբար ես չասացի նաև որ այս օբյեկտիվ իրողությունների արդյունքում շատերը լքել են Հայաստանը բնակչության թվականակի խիստ կրճատում է եղել եւ մանկապարտեզում երեխա պահելու հնարավորություն չի եղել դրանք դատարկ շենքեր են եղել որոնք պատերազմից հետո արդեն բռնազավթվել են այո իրենց վաստակը պատերազմի հաղթանակում բերած հիմնականում ազատամարտիկների եւ փաստականների դե դուք հանրակացարանների հետևից էլ ընկեք բնակարաններ են սեփ ամբողջ պետական խորհրդային պետական բնակ ֆոնդը սեփականաշնորհվել է գնացեք դրա հետևից էլ ընկեք այս ինչ բան է ես ուղղակի ապշած եմ